Նոյանտապանում ժիրընկալել եմ քաղաքական գիտությունների դոկտոր հրապարակախոս Արկադի Վարդանյանին, պարոն Վարդանյան, շնորհակալ եմ հրավերն ընդունելու համար։ Ես նույնպես շնորհակալ եմ, բարև ձեզ։ Վերջին օրերին ականատեսն ենք լինում Ռուսաստան-Ադրբեջան հարաբերություններում լարվածության հերթական փուլին այն աստիճան, որ Ռուսաստանի դեսպանին կանչում են Ադրբեջանի արտգործնախարարություն եւ բողոքի նոտա հղում ռուսական լրատվամիջոցներում իրենց երկրի հասցեին հնչող խոսույթների մասով, հետաքրքիր դժգոհում դիտարկում կա Սոլովյովի կողմից, ես ուզում եմ անպայման մեջ բերել։ Այժմ Ադրբեջանը մեր 3 քաղաքացիների նկատմամբ հետախուզում է հայտարարել, արդյոք մենք դրան արձագանքել ենք։ Իսկ ինչ կասեք նրանց արտգործնախարարի Ուկրաինա կատարած այցի մասին, արդյոք մենք դրան արձագանքել ենք։ Եվ ինքներդ ձեզ հարցրեք, ինչու են Ադրբեջանը եւ մի շարք այլ երկրներ այսպես վարվում։ Նրանք վստահ են, որ մենք կպարտվենք, որովհետեւ նրանք վստահ են, որ մենք երբեք չենք արձագանքի ոչ արևմուտքին, ոչ էլ նրանց։ Ինչ դիտարկումներ կանեք ռուսական ռոպագանդայի այս հայտնի դեմքի այս մտքերի հետ, այս լարվածության հետ կապված եւ նաեւ հարց ինչու Հայաստանը չի կարողանում իրեն թույլ տալ վարվելու Ռուսաստանի հետ այնպես, ինչպես օրինակ Ադրբեջանը, լինել ավելի համարձակ։ Չէ, Հայաստանը շատ լավ էր վարվում, ես կարծում եմ։ Ուղղակի ներքին քաղաքական հարցերում մի քիչ ուշացնում են, ձգձգում են հարցերը, բայց դա էլ անցողիկ է։ Ինչ վերաբերում է Ադրբեջանին, ապա այստեղ ամեն ինչ պարզ է, Ադրբեջանը ինքնուրույն չի գործում երբեք, այն ինչ հայտարարում է Ալիևը, միշտ համաձայնեցված է լինում Էրդողանի հետ։ Սա արդեն Թուրքիայի կողմից օգտագործվող ճնշումն է Ռուսաստանի հանդեպ, դե Ռուսաստանն էլ արդեն վերջին ճիգերն է օգտագործում, քիչ թե շատ ինչ-որ իր դեմքը պահպանելու համար, բայց քանի որ նրանք միշտ շարժվում են պատմության տրամաբանության հակառակ ուղղությամբ, իրենց բոլոր ճիգերը, բոլոր հայտարարությունները միշտ հակառակ էֆեկտն են ունենում, այսինքն նրանք ոչ թե շահում են, այլ կորցնում են։ Ախր մենակ Ադրբեջանը չէ, ես վերջերս շատ ուրախալի լուր ստացանք Միջին Ասիայի նախկին խորհրդային հանրապետությունների կողմից, ովքեր փաստորեն պաշտոնապես հրաժարվեցին հետևել Ռուսաստանի խորհրդին կամ ճնշմանը, ուրեմն ճանապարհը փակել Հայաստանից եկող ապրանքների համար։ Ոչ, բոլորը միաձայն ասացին, որ իրենց շուկաները բաց են Հայաստանից եկող ապրանքների համար, եւ սա շատ հետաքրքիր էր, որտեղ նախկինում Միջին Ասիայի այսպես կոչված խորհրդային հանրապետությունները միշտ ավելի մեղմ էին, ավելի այսպես լսող էին Ռուսաստանին, միշտ ենթարկվում էին Ռուսաստանի ճնշմանը, բայց տեսեք այս անգամ արդեն ոնց որ կտրուկ փոխեցին իրենց մոտեցումները եւ դա շատ լավ լուր է մեզ համար, ոչ միայն մեզ համար, ախր Ռուսաստանը տեսեք ինչ է անում, Ռուսաստանին թվում է, որ ինքը, այսինքն ոչ թե թվում է, նրանք միշտ հայտարարել են, որ քանի որ իրենք ռուս են, ուրեմն արդեն ունեն ավելորդ մի խրոմոսոմ իրենց ուղեղում եւ դա իրենց իրավունք է վերապահում թելադրել բոլորին, ոչ միայն նախկին խորհրդային հանրապետություններին, այլ ամբողջ աշխարհին թելադրել, թե ինչպես պետք է այդ աշխարհը ապրի, այսինքն Ռուսաստանի թելադրանքով։ Դա ծիծաղելի է իհարկե, դա արդեն խոսում է այն մասին, որ Ռուսաստանը լիովին արդեն կորցրել է իր ընկալումը իրողության հետ, ապրում է ինչ-որ հորինված աշխարհում եւ ենթարկվում է Պուտինի օրեցօր ավելի հիմար հայտարարություններին եւ որոշումներին։ Պուտինին կանդրադառնանք, բայց ես ուզում եմ մենք հետ գնանք ձեր ասածին եւ երկու առումով ճշգրտել։ Այս պահին Թուրքիան ինչ է ցանկանում Ռուսաստանից ստանալ
եւ ինչու է Ադրբեջանի միջոցով սրել հարաբերությունները Ռուսաստանի հետ եւ երկրորդը դուք չհամաձայնեցիք, որ Հայաստանը համարձակ չէ։ Մեկ-երկու քայլ, որը ձեզ բավարարում է եւ դուք կարող եք չընդունել այդ տեսակետը։ Ինչն է ձեզ հիմք տալիս ասելու, որ Հայաստանը լավ էլ համարձակ է։ Ես կարծում եմ, որ այն ուղին, որը ընտրել է Հայաստանը, պետք է լինի բաց եւ բոլորի համար հասկանալի։ Այսինքն, ասելով A, պետք է ասել նաև B։ Իմ կարծիքով պետք է ոչ միայն դուրս գալ այսպես կոչված ԵԱՏՄ-ից, այսպես կոչված ՀԱՊԿ-ից, այսպես կոչված ԱՊՀ-ից, այլ նաև ռուսաստանյան ռազմաբազան վռնդել Հայաստանից։ Տարիներ շարունակ այդ ռազմաբազան ձրի, այսինքն ոչ թե ձրի, այլ Հայաստանի հաշվին, մեր հաշվին, մեր քաղաքացիների հաշվին, այստեղ կայանվել է, իրեն պահել է այնպես ինչպես ցանկացել է, սպաները, զինվորները հանգիստ զբաղվել են հարբեցողությամբ, Գյումրու տարբեր ռեստորաններում, սրճարաններում եւ այլն, գործը հասել էր նաեւ սպանությունների, լավ հիշում եք այդ դեպքերը։ Իսկ ինչ վերաբերում է այլ հանրապետություններին, որտեղ տեղադրված են ռուսաստանյան ռազմաբազաները, ապա այնտեղ այդ հանրապետությունները բավականին, այսպես ասեմ, կլոր գումարներ են ստանում որպես վարձ իրենց տարածքի։ Ես չգիտեմ Հայաստանը ինչու է այդպես վարվել, բայց ժամանակն է արդեն ռուսներին դուրս հրավիրել Հայաստանից։ Ժամանակն է, բայց մենք դա չենք տեսնում, պարոն Վարդանյան։ Չենք տեսնում, սա արդեն այդ հարցը պետք է ուղղել ոչ թե ինձ, այլ իշխանությանը։ Ես կարծում եմ կան ինչ-որ որոշ հանգամանքներ, որոշ հարցեր, որոնց մենք այնքան էլ լավ տեղեկացված չենք, որքան Հայաստանի իշխանությունները եւ մասնավորապես Նիկոլ Փաշինյանը, գուցե նա շատ ավելի այսպես բազմաթիվ հանգամանքների մասին է տեղեկացված, քան մենք, դա հնարավոր է իհարկե, նա երկրի ղեկավարն է, բայց ամեն դեպքում ես կարծում եմ, որ համաձայն դրա անվանության վերջը դրան էլ է հասնելու։ Ռուսները պետք է դուրս գան Հայաստանի սահմաններից մինչև վերջին զինվորը, նրանք այլևս այստեղ անելիք չունեն։ Ես հիշում եմ, ինչպես վարվեց Վրաստանը Սաակաշվիլիի ժամանակ։ Ուղղակի կարծեմ 72 ժամ ժամանակ տվեցին ու ասեցին փասափուսեկներդ հավաքեք, թողեք ռադերեք գնացեք ստեղից։ Եվ իրենք սուսուփուս ճամրուկները հավաքեցին ու գնացին։ Իմիջիալոց մի մասն էլ ուղարկեցին այստեղ, ավելացնելով իրենց ներկայությունը Գյումրու ռազմակայանում։ Այնպես որ պետք է հետևողական լինել, ամեն ինչու պետք է լինել հետևողական եւ աշխարհին ցույց տալ, որ Հայաստանը վճռական է, որ Հայաստանը կոնկրետ որոշում է կայացրել, թեքվել դեպի արևմուտք, դեպի քաղաքակիրթ աշխարհ եւ խզել բոլոր հարաբերությունները Ռուսաստանի հետ։ Մանավանդ այն ֆոնին, որ մենք տեսնում ենք արդեն 4.5 տարվա ընթացքում Ռուսաստանի ագրեսիվ պատերազմը նկատի ունենալով։ Ես չեմ հասկանում Ռուսաստանին ինչ է հողատարածքներ չէր հերիքում, 17.5 միլիոն քառակուսի կիլոմետր տարածք ունեն, ընդ որում Ուրալից այն կողմ բնակվում է միայն 10%-ից պակաս Ռուսաստանի ուրեմն բնակչությունը։ Դա տարկություն է։ Ես հիշում եմ տարիներ առաջ ինքնաթիռով ուրեմն գնում էի Մոսկվայից Նովոսիբիրսկ, Նովոսիբիրսկը դեռ ամենածայրամասը չէ Ռուսաստանի, Սիբիրի կենտրոնն է։ Բայց Ուրալից այն կողմ ինքնաթիռը անցնում է գիշեր ժամանակ, ոչ մի լույս չի երևում ներքո, ոչ մի բան, ոնց որ մեռած աշխարհի, ոչինչ չկա այնտեղ։
Համար փոխանակ դուք զբաղվեք ձեր երկրով, ձեր տարածքներով։ Մեկնաբաններից մեկը շատ լավ ասեց, որ եթե Ռուսաստանը ծախսեր Ուկրաինայի պատերազմի համար ուղարկվող գումարների կեսը արդեն կլիներ Դուբայ, ամբողջ Ռուսաստանը։ Բայց տեսեք ինչ անում ինքը։ Շատ լավ, հիմա Թուրքիային անդրադարձ։ Որ ինքը ուրեմն արևմտյան հատուկ ծառայությունների գործակալ է եւ կատարում է իրենց հրահանգները, որտեվ Պուտինի նման Ռուսաստանը քանդող հələ դեռ չի եղել ամբողջ Ռուսաստանի ամբողջ պատմության ընթացքում, չի եղել դեռ, որ այդպիսի երանդով, այդպիսի վճռականությամբ եւ հետողականությամբ քանդի Ռուսաստանը։ Ռուսաստանի տնտեսությունը, ֆինանսային համակարգը, ամեն ինչ։ Հիմա Թուրքիային անդրադարձեք, ինչ խնդիր է լուծում Թուրքիան հիմա, երբ որ Ադրբեջանի ձեռքը սրում է հարաբերությունները։ Դե Թուրքիան տեսեք, Թուրքիան այս վերջերս պաշտոնապես հայտարարեց, որ հրաժարվում է Ռուսաստանի ժամանակին գնված այդ S400 եւ S կարծեմ 300 այդ համակարգերից փորձում էր վաճառել այլ երկրներին, բայց գնողներ չգտնվեցին եւ Թուրքիան հայտարարեց, որ ուղղակի դա օգտագործելու է որպես մետաղի ջարդո, այսինքն հրաժարվում է։ Սա բավականին այսպես հնչեղ ապտակ էր Ռուսաստանին։ Դե այդ ֆոնին արդեն պարզ է, որ ինչ թելադրանքներ է տալիս Էրդողանը Ալիևին, Ադրբեջանին։ Ընդհանրապես Ռուսաստանը արդեն փաստորեն չմնաց եւ ոչ մի երկիր, ես նկատի ունեմ նախկին խորհրդային հանրապետություններ, ոչ մեկը չմնաց, որը դե բացի Բելարուսից, որը աջակցի Ռուսաստանին կամ ձևացնի, թե իբրև Ռուսաստանի դաշնակիցն է։ Բայց նույնիսկ Լուկաշենկոն արդեն զգում է, որ շատ լավ հոտառություն ունի, ինքը շատ ավելի երկար է իշխանության գագաթին գտնվում, քան Պուտինը։ Ինքը շատ լավ հոտառություն ունի եւ զգում է ինչով է այդ ամենը ավարտվելու, դրա համար անընդհատ հրաժարվում է ուղղակի արդեն պրակտիկ մասնակցություն դրսևորել Ռուսաստանի Ուկրաինայի դեմ պատերազմում։ Հրաժարվում է եւ վերջ։ Չի ցանկանում մտնել այդ կռվի մեջ։ Եվ ճիշտ է անում։ Իր երկրի շահերից ելնելով շատ ճիշտ որոշում է։ Չնայած դա էլ Լուկաշենկոին չի օգնի, որովհետև արդեն մոտենում է այն պահը, որ ամբողջ այդ կայսրությունը քայքայվելու է, Պուտինյան ռեժիմը մահանալու է, անպայման վերանալու է, իսկ Պուտինյան ռեժիմի հետ միասին վերանալու է նաև Լուկաշենկոյի ռեժիմը, որտեղ այստեղ երկու կարծիք լինել չի կարող։ Այնպես որ ես միշտ ասում եի եւ նորից կպնդեմ, որ Ռուսաստանին սպասում է այն նույն ճակատագիրը, որին արժանացավ Խորհրդային Միությունը։ Առաջ թվում էր, որ Խորհրդային Միությունը շատ հզոր է, հələ դեռ հարյուրամյակներ կգոյատևի, բայց արի ու տես, որ ընդամենը մեկ օրվա ընթացքում փլուզվեց եւ մասնատվեց։ Եվ ոչ մի հոգի 20 քանի միլիոն կոմունիստներից այն ժամանակ Խորհրդային Միության տարածքում 20 քանի միլիոն կոմունիստներից եւ ոչ մեկը դուրս չեկավ ի պաշտպանություն Խորհրդային Միության։ Ոչ մեկը դուրս չեկավ։ Նույնն է լինելու է Ռուսաստանի հետ։ Նույնն է լինելու։ Ուղղակի ավելի աղմկոտ է լինելու Ռուսաստանի փլուզումը, չնայած արևմտյան երկրները չեն ցանկանում, որ Ռուսաստանը փլուզվի, որտեղ այդ փլուզման հետ կապված է բազմաթիվ խնդիրներ։ Նախ միջուկային զենքի տարածումը, փոշիացումը, դե արի հիմա հավաքի այդ ամեն ինչը, որտեղից հավաքես, որ տարածքում է մնացել կամ ինչքան է մնացել, ոնց անեն, ինչ անեն, շատ հարցեր են առաջանում։ Իհարկե
արևմուտքը ավելի կողմ կլիներ, եթե Ռուսաստանը չփլուզվեր, այլ ուղղակի ենթարկվեր արտաքին ճնշումներին եւ արտաքին թելադրանքներին, այսինքն դառնալ նորմալ երկիր, քիչ թե շատ նորմալ երկիր, որտեղ կհարգվեն մարդու իրավունքները, որտեղ մարդկանց չեն բռնի ուրեմն հարյուրներով, հազարներով այլ կարծիք նստածներ, արտաքսել եւ այլն։ Դե տեսնենք ինչ կլինի, ամենայն դեպս մենք շատ հետաքրքիր դարաշրջան ենք ապրում։ Ես կարծում եմ, որ մոլորակում տեղի են ունենում շատ սկզբունքային փոփոխություններ եւ այդ փոփոխությունները իհարկե տանելու են դեպի բարիքի հաղթանակը չարիքի նկատմամբ։ Ֆելիչե ժամանակակից ատամնաբուժական կլինիկա։ Այստեղ հարմարավետությունն ու խնամքն առաջնային են։ Այստեղ կիրառվում են ատամնաբուժական ամենաժամանակակից տեխնոլոգիաներ, ճշգրիտ ախտորոշում, արդյունավետ բուժում, նուրբ փորձառություն եւ անհատական մոտեցում։ Սկսած սովորական մանրուքներից մինչև առաջադեմ ընթացակարգեր, այստեղ դուք գտնվում եք բարձր որակավորում ունեցող եւ փորձառու ատամնաբուժական մասնագետների ձեռքերում։ Մեր բարեկամական եւ հյուրընկալ անձնակազմն այստեղ է յուրաքանչյուր այցը հաճելի դարձնելու համար։ Ֆելիչե, ձեր առողջ եւ ամենաերջանիկ շպիտը սկսվում է այստեղից։ Եկեք եւ բացահայտեք նորարարության փորձագիտության եւ կարեկցանքի կատարյալ համադրությունը։ Երևան Փոստը Գրանադայի ուզում տեղեկացնում է։ Դրամական փոխանցումներ 1%-ով։ Օդանավով 1 փաունդը 2.99։ Նավով ուղարկեք 1 արկղ, երկրորդ արկղը անվճար։ Ավտոմեքենաների փոխադրում անհավատալի արժեքներով։ Ինչպես նաև կահույք եւ մեծ չափի բեռների փոխադրում։ Ոճը թանկ պիտակից չի սկսվում, այն սկսվում է ճիշտ ընտրությունից։ Jackpot Clothing Store, հագուստ տղամարդկանց, կանանց եւ երեխաների համար, առօրյա դասական հարմարավետ ու նորաձև ընտրություն, ամբողջ ընտանիքի համար, մի խանութ, տարբեր սերունդներ, հարյուրավոր ընտրություն։ Խանութում ներկայացված են նաև հանրահայտ Gava ֆիրմայի հագուստներն ու կոշիկները։ 1135 North Pacific Avenue։ Jackpot Clothing Store, երբ լավ գնումը իսկապես jackpot է։ Արարատ ռեստորան, ընտանեկան եւ ընկերական ժամանցի լավագույն հասցե, սիրված արտիստներ, հյուրընկալ մթնոլորտ, հարուստ ճաշացան, անմահական խորտիկներ, Արարատ ռեստորան, հասցեն անփոփոխ, սիրով սպասում ենք ձեզ։ Լավագույն պաղպաղակ, բնական, համեղ եւ մատչելի գներով պաղպաղակը կարող եք ձեռք բերել բոլոր հայկական խանութներում։ Պահանջեք հայկական պաղպաղակ, Թամարա պաղպաղակ։ Նոյան տապան տպարան, Նոյան տապան հրատարակչություն, շարվածքից մինչև տպագրում, զանգահարեք, գրեք, այցելեք, միասին պատրաստենք ձեր գիրքը, ամսագիրը կամ թերթը, որտեղ նշվելու է, տպագրված է Նոյան տապանում։ Հիմա դուք այդ փոփոխությունների, էական փոփոխությունների ֆոնին ասում եք, որ Հայաստանը պետք է կողմնորոշվի, հստակ ցույց տա, որ ինքը դեպի արևմուտք է թեքվում, մինչդեռ նոր կառավարությունը այսօր հրապարակել է առաջիկա 5 տարվա ծրագիրը, ըստ որի խոստանում է հավասարակշռման եւ հավասարակշռված արտաքին քաղաքականություն, որը ենթադրում է տարածաշրջանում, այսինքն սեփական միջավայրում առանց արտաքին աջակցության ապրելը Հայաստանի Հանրապետության համար ոչ միայն հնարավոր, այլև հարմարավետ դարձնելը։ Հիմա աշխարհաքաղաքական այս զարգացումների ֆոնին արդյոք Հայաստանի նոր կառավարության այս նպատակադրումը արդյունավետ է եւ կաշխատի։ Գիտեք ինչ, ես կարծում եմ, որ Հայաստանի իշխանության կողմից ընտրված այդ մարտավարությունը ոչ այլ ինչ է, քան շանը չհաչացնելու ցանկություն։
պետք չի շանը հաճացնել։ Թող իր համար այնտեղ իր տեղում վերընկնի եւ չխանգարի մեզ իրականացնել մեր պլանները։ Իսկ մեր պլանները շատ հեռուն են գնում։ Դե մենք արդեն տեսնում ենք, որ Արևմտյան Եվրոպայի մի շարք երկրներ իրենց շուկաները բացել են Հայաստանի ապրանքների համար, արդեն Փարիզում, Փարիզի խանութներում հանդիպում են Հայաստանի ծիրանը, դեղցը։ Սա նշանակում է, որ Եվրոպան ամեն կերպ աջակցելու է Հայաստանին եւ թույլ չի տա, որ Ռուսաստանը կարողանա օլորել մեր ձեռքերը եւ ստիպի մեզ մնալ իր այսպես թելադրանքի ներքո։ Դա հնարավոր չի արդեն։ Գիտեք ինչ, արդեն հնարավոր չի, էլի, երբ որ հիվանդի ոտքը կամ ձեռքը կտրում են, արդեն նորից կպցնել չես կարող, դա հնարավոր բան չի։ Իսկ Պուտինը փորձում է հենց նման օպերացիա անել, նա փորձում է նորից կյանք ներշնչել վաղուց արդեն մահացած Խորհրդային Միությանը։ Հա, բայց հենց մեզանից պետք է կարճած լինի Ռուսաստանը։ Չէ, ինչի հետ է, արդեն կպել են, վաղուց կպել են Ուկրաինային, կպել են Մոլդովային, հիմա ուրեմն սպառնում են մեր զբաղության երկրներին, Էստոնիային, Լատվիային, Լիտվային, Լեհաստանին են սպառնում, բոլորին սպառնում են։ Դե իրենք արդեն բան չի մնացել անեն։ Էտա, մենակ սպառնալիքն է մնացել։ Արդեն Պուտինը ասում է, շատ ծիծաղելի էր Պուտինի ուրեմն ելույթը հեռավոր արևելքում, երբ որ այդ մի 2 թե 3 չափս ավելի մեծ պիլոտկա էր դրել գլխին, ու եկել էր ուրեմն նավատորմի, ռուսական նավատորմի ղեկավարների հետ ինչ որ խորհրդակցություն անցկացնելու եւ ասաց, որ մենք adekvat պատասխան ենք տալու Բրիտանիային, ընդ որում ոչ թե ասեց Մեծ Բրիտանիային, որտեղ պաշտոնապես Մեծ Բրիտանիայի, ոչ թե Բրիտանիայի։ Այլ հա, մենք Բրիտանիային զգուշացնում ենք, որ մենք էլ իրենց նավերն ենք կանգնեցնելու, իրենց նավերն ենք ենթարկելու խուզարկության եւ այլն, որտեղ նավատորմ չի մնացել քեզ մոտ։ Արդեն Սևծովյան նավատորմը գնացել թաքնվել է Նովորոսիյսկի քյուջու փուճախում, ոնց որ ասած։ Բալթյան ծովը արդեն դարձել է ՆԱՏՕ-ի ներքին ծով։ Բա որտեղ եք դուք ուզում սպառնաք։ Հնդկական օվկիանոսում, այնտեղ տերտիրականը Միացյալ Նահանգների նավատորմն է, ինչ եք հիմար դուրս տալիս։ Դե ուրիշ բան չի մնում, ինչ պետք է անեն, էտա էլի։ Ուրիշ բան Ռուսաստանին չի մնում անել։ Արդեն այն սպառնալիքները, որոնք տարիներ շարունակ հնչել են միջուկային զենք օգտագործելու վերաբերյալ, այլևս էլ չեն հնչում։ Արդեն պարզ է դարձել, որ գուցե եւ ես չեմ զարմանա, եթե պարզվի, որ Ռուսաստանը արդեն միջուկային զենք չունի էլ, որտեղ ամեն ինչ ժանգոտված է, փչացած է արդեն եւ օգտագործման ենթակա չի։ Շատ լավ, ձեր ասած պատկերը խորհրդարանում հայտնված, նոր խորհրդարանում հայտնված ռուսամետ ընդդիմությունը տեսնում է, առերեսվում է Ռուսաստանի իրավիճակի հետ։ Գիտեք ինչ, սրանք բոլորը ռուսաստանյան գումարներով առված, գնված գործակալներ են։ Սրանց ես կարծում եմ լուրջ վերաբերվել պետք է չի նույնիսկ։ Ուղղակի շատ ափսոս, որ այս վերջին ընտրությունների արդյունքում մենք չստացանք քիչ թե շատ նորմալ ազգային ժողով։ Էլի նույն բազարն է, էլի նույն հիմար հայտարարություններն են, սպառնալիքներն են։ Ես չգիտեմ, եթե դուք այդքան վճռական եք, այդքան հակա Փաշինյանական եք, ինչու վայր չդրեցիք ձեր մանդատները։ Վայր դնեիք, ճգնաժամ առաջանար, նորից ընտրություններ ստիպված լինեին կազմակերպել, բայց չէ, էլի գալիս են, էլի իրենց գումարը ստանում են, էլի իրենց հիմար հայտարարությունները դուրս են տալի։
Այսինքն ես կարծում եմ, որ դեռ երկար ժամանակ այդ հիվանդությունը շարունակվելու է մեր ուրեմն ազգային ժողովում, ցավոք, շատ ցավոք։ Բայց հաջորդ ընտրությունները Աստված տա լինեն վաղաժամկետ, ու ես կարծում եմ, որ այդպես էլ կլինի, որտեղ նման խորհրդարան չի կարող երկար գոյատևել, ոքի չի կարող։ Փչացած մեքենա է, դա մի մեքենա է, որի մասերը ուղղակի չեն աշխատում։ Մի շարք մասեր ուղղակի չեն, չկա, շարժիչ չկա։ Իսկ նման պայմաններում շարունակել պահել նման խորհրդարան իհարկե հնարավոր չի լինի։ Ես ենթադրում եմ, որ մոտ ժամանակներս, որքան շուտ անգամ լավ, կհայտարարվեն արտահերթ խորհրդարանական ընտրություններ։ Առանց այդ բոլոր հանցագործների մասնակցության։ Ընդհանրապես գիտեք, այդ դուք ասեցիք արտաքին քաղաքականության ասպարեզում Հայաստանի այսպես զգուշավոր հավասարակշռված այսպես կոչված պահվածքը, բայց մենք տեսնում ենք, որ ներքին քաղաքականության մեջ նույնն է կատարվում։ Ես չեմ հասկանում, ինչպես կարելի է հանդուրժել, որ Ռոբերտ Քոչարյանի, Սերժ Սարգսյանի, Դոդի Գագոյի նման հանցագործները շարունակեն ոչ միայն մնալ ազատության մեջ, այլ նաև տեղեր զբաղեցնել խորհրդարանում։ Դա ուղղակի իմ ուղերի մեջ չի տեղավորվում այդ փաստը։ Դե հերիք չի ընդ նստած են, հələ Քոչարյանի որդին ընդ ինչ-որ անպագորգոր հայտարարություններ անում, հատատաներ տալի։ Ավելի նրանք վերցրել են մարդու իրավունքների մշտական հանձնաժողովն են նախագահելու։ Մարդու իրավունքները ուր իրենք ուր։ Քանդեցին, փլուզեցին ամբողջ Հայաստանը։ Մենք ինչա մոռացել ենք Քոչարյանի խայտարակ հայտարարությունները, որ ինքը Հայաստանի միակ տղամարդն է, եւ նման այլ հայտարարություններ։ Մենք ինչ է մոռացել ենք ջազ սրճարանում տեղի ունեցած սպանությունը, այն Դաշնակ Պողոս Պողոսյանի։ Երկու բառի համար, պրիվետ ռոբ։ Դրա համար գցին քացուտակ, ծեծեցին, սպանեցին մարդ։ Մենք այդ ամեն ինչը չենք մոռացել։ Մենք հիշում ենք, մարտի 1-ն էլ ենք հիշում, հոկտեմբերի 27-ն էլ ենք հիշում, եւ շատ լավ գիտենք ովքեր են կանգնած հոկտեմբերի 27-ի մեջքի հետևում։ Այն Ռոբերտ Քոչարյանը եւ Սերժիկ Սարգսյանը։ Ռուսաստանի թելադրանքով։ Ռուսաստանում իմիջիալոց, ինչպես եւ ժամանակին խորհրդային միությունում մի այսպիսի տրադիցիա կար, ուրեմն սպանություն կազմակերպողը, քաղաքական սպանություն կազմակերպողը գալիս է որպես թաղմանը մասնակցող ուրեմն խմբի ղեկավար։ Մենք հիշում ենք, չէ՞, ով եկավ, Պուտինը եկավ այդ 8 հոգու թաղմանը։ Ամեն ինչ պարզ է, այստեղ նույնիսկ ոչ մի փակագծեր բացելու բան չկա, անհրաժեշտություն չկա։ Այո։ Պարոն Վարդանյան, հիմա արտաքին քաղաքականության հետ կապված դուք ամեն դեպքում ես ճիշտ հասկացա, համարում եք, որ Հայաստանը գուցե փոքր քայլերով, զգուշավոր քայլերով, բայց թեքվում է դեպի արևմուտք, դեպի քաղաքակիրթ աշխարհ եւ ոչ թե Թուրքիա, Ադրբեջան, ինչպես պնդում է ընդդիմությունը։ Նրանք ասում են, այո, մենք տեսնում ենք, որ Ռուսաստանի ազդեցությունը փորձում եք թուլացնել, բայց դուք ռուսական ազդեցությունը փոխարինում եք թուրքականով, թուրք-ադրբեջանական տանդեմի ազդեցությամբ։ Հիմա այս մասով ինչ կարող եք ասել Թուրքիայի եւ Ադրբեջանի հետ Հայաստանի բարած քաղաքականությունը։ Ես համաձայն չեմ Ատմենտի հետ, որտեղ Թուրքիան եւ Ադրբեջանը ուրիշ նպատակ են հետապնդում։ Այսպես կոչված Տուրանի, մեծ Տուրանի վերակենդանացումը։ Դա ոչ մի կապ չունի ուրեմն քաղաքակիրթ աշխարհի հետ, որի անբաժան մասն ենք մենք հայերս, որովհետև մենք այդ նույն քաղաքակիրթ աշխարհի ակունքներում ենք եղել։ Այն ժամանակ, երբ որ գոյություն չունեցել ոչ Թուրքիան, ոչ էլ Ադրբեջանը, ոչ էլ առավել եւս Ռուսաստանը, որը այսօր փորձում է մեզ համոզել, որ ախր դուք ո՞նց եք ձեզ պահում։ Այն նույն Մարգարիտա Սիմոնյան, այն Զիբիլա, ասում է մենք ձեզ պահել ենք, մենք ձեզ դաստիարակել ենք, մենք ձեզ կերակրել ենք, մենք ձեզ սովորեցրել։
Դուք ով եք որ մեզ պահել են։ Մենք ձեզնից 4000 տարի առաջ պետականություն ենք ունեցել։ Դուք ով դարակ, դուք այն ժամանակ ծառերից լիճած չէիք։ Չէ, ես կարծում եմ, որ գիտեք ինչ, կա այսպես տարական տրամաբանություն։ Փորձել ուրեմն մարտնչել այդ տրամաբանության դեմ, դա հիմարություն է։ Դա նույնն է, ոնց որ փորձես գլխով ծակես բետոնե պատը։ Ինչը փորձում է անել եւ Պուտինը, եւ նրա ռոպագանդիստները, եւ նրանք, ովքեր փորձում են Հայաստանին վախեցնել, կանգնեցնել, որ Հայաստանը իր ճանապարհը փոխի, նորից մնա Ռուսաստանի ազդեցության տակ։ Դա հնարավոր չի։ Երբեք չի լինի այդպես, երբեք չի լինի։ Եվ մոտ ժամանակներս մենք կհամոզվենք։ Ուղղակի ես կցանկանայի մաղթել մեր քաղաքական ղեկավարությանը ավելի հզոր, ավելի հետևողական քաղաքականություն վարել, չվախենալ ոչինչից, որտեղ մեր մեջքին կանգնած է ամբողջ քաղաքակիրթ աշխարհը։ Պետք չէ ոչ մեկից վախենալ, մանավանդ Ռուսաստանից, որ արդեն իրենից ոչինչ չի ներկայացնում։ Ոչինչ։ Դա այն ուժեղ ու սարսափելի արջը չի, որից ամբողջ աշխարհը դողում էր, արջ չկա։ Դա արդեն կոտրված, հիվանդ, շատ ուժեղ արոնահոսող, ինչ որ մի կենթանի է, որը փորձում է առնետի նման թրջել ինչ որ նրանց վրա, ովքեր նրան ստիպել են հայտնվել փակ տարածքում, որից ոչ մի ելք չկա։ Ես կարծում եմ, որ մենք շատ շուտով ականատեսը կլինենք Ռուսաստանի, այսինքն Պուտինյան ռեժիմի մահին, դա է շատ կարևոր ամբողջ աշխարհի համար։ Առաջին հերթին իհարկե նախկին խորհրդային հանրապետությունների համար եւ նաեւ ամբողջ աշխարհի համար, ոչ միայն քաղաքակիրթ աշխարհի, ամբողջ աշխարհի համար։ Ռուսաստանը վտանգ է ներկայացնում։ Ռուսաստանի գոյատևման միակ ձևը, միակ միջոցը դա պատերազմն է։ Այս վերջերս Պուտինը ինչ որ հերթական հիմարությունը թրծրեց բերանից, որ ասեց, իսկ մենք ինչով ենք զբաղվելու, երբ որ կավարտվի SVO-ն։ Այ քեզ բան։ Այսինքն դուք ուրիշ զբաղմունք չունեք, հա։ Միայն պատերազմ հրահրել, միայն թալանել, սպանել, ոչնչացնել, բռնաբարել, էդ է, հա, ձեր զբաղմունք, ուրիշ զբաղմունք չունեք։ Այնպես որ, չէ, ես կարծում եմ, որ գիտեք ինչ, ամեն ինչ մի կողմ տնենք, բայց տրամաբանությունը այնպիսի բան է, որ նրան չենթարկվելը մահացու է, ուղղակի մահացու է։ Շնորհակալ եմ։ Ես եմ շնորհակալ։ Մեզ դիտողներին հիշեցնեմ, որ զրուցում էի քաղաքական գիտությունների դոկտոր հրապարակախոս Արկադի Վարդանյանի հետ։ Մեր ուղիղ եթերները կարող եք դիտել Patreon-ում, նաև այդ հարթակում աջակցել էկրանին երևացող QR կոդով։